Հունիսի 9-ը անհանգիստ է անցել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Օրվա երկրորդ կեսին քաղաքի բնակիչները ականատես են եղել լարված միջադեպի, որի ընթացքում հնչել են կրակոցներ, իսկ մեկ մարդ ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքը մեծ ուշադրություն է գրավել ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում։ Տարածքում կարճ ժամանակում մեծ թվով իրավապահներ են հայտնվել, իսկ քաղաքացիները փորձել են հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բակում։ Այս պահին իրավապահ մարմինները շարունակում են ուսումնասիրել դեպքի բոլոր հանգամանքները, իսկ պաշտոնական տեղեկությունները դեռ սահմանափակ են, սակայն արդեն հայտնի է մի շարք մանրամասներ, որոնք հնարավորություն են տալիս ընդհանուր պատկեր կազմել տեղի ունեցածի վերաբերյալ։ Նախնական տվյալների համաձայն միջադեպը տեղի ունեցել հունիսի 9-ին ժամը 15:00-ի սահմաններում։ Այդ ժամերին ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել։ Ստացված տվյալների համաձայն վեճի ընթացքում հնչել են կրակոցներ, իսկ առնվազն մեկ մարդ ստացել է վնասվածքներ։ Նման հաղորդագրությունները սովորաբար իրավապահների կողմից դիտարկվում են որպես բարձր վտանգավորության դեպքեր, քանի որ կրակոցների մասին տեղեկությունը կարող է վկայել իրավիճակի հնարավոր սրման մասին։ Հաղորդագրությունը ստանալուց հետո ոստիկանության ծառայողները սկսել են անհրաժեշտ գործողությունները դեպքի վայր մեկնելու և տեղեկությունը ստուգելու նպատակով։ Սակայն մինչ ոստիկանների ժամանումը դեպքի վայր, արդեն հայտնի էր դարձել, որ միջադեպի հետևանքով տուժած քաղաքացին տեղափոխվել է բուժ հաստատություն։ Տեղեկությունների համաձայն նա նախ տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները կատարել են անհրաժեշտ առաջնային զննում ու բուժօգնություն։ Բժիշկները արձանագրել են, որ քաղաքացին գլխի հատվածում վնասվածքներ ունի, դրանց բնույթն ու ծանրության աստիճանը դեռ պաշտոնապես չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ բուժանձնակազմը որոշել է նրան տեղափոխել ավելի մասնագիտացված բուժհաստատություն։ Դրա համար օգտագործվել է ռեանիմոբիլ, ինչը հնարավորություն է տալիս ճանապարհի ընթացքում պահպանել հիվանդի վիճակի վերահսկողությունը և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել շտապ բժշկական օգնություն։ Ավելի ուշ տուժածը տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը, որտեղ շարունակվել է նրա բուժումը։ Այս պահին պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել նրա առողջական վիճակի վերաբերյալ և հայտնի չէ՝ կյանքին վտանգ սպառնում է թե ոչ։ Դեպքի վայրի զննության ընթացքում իրավապահները ուսումնասիրել են ոչ միայն բակը, որտեղ տեղի ունեցել վիճաբանությունը, այլև հարակից տարածքները։ Նախնական տեղեկությունների համաձայն դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է Mercedes Maybach մակնիշի ավտոմեքենա։ Ըստ նախնական տվյալների, մեքենան պատկանել է տուժած քաղաքացուն։ Այս հանգամանքը նույնպես կարող է կարևոր նշանակություն ունենալ քննության համար, քանի որ իրավապահները սովորաբար ուսումնասիրում են դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր հնարավոր մանրամասները, սկսած տարածքում գտնվող մեքենաներից մինչև տեսախցիկների ձայնագրություններ և վկաների ցուցմունքներ։ Այս փուլում, սակայն, որևէ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել այն մասին, թե մեքենան ինչ դեր կարող էր ունենալ տեղի ունեցած միջադեպում։ Ներկայումս ամենակարևոր հարցերից մեկը հետևյալն է. ինչն է դարձել վիճաբանության պատճառը։ Շատ դեպքերում նման միջադեպերի հիմքում կարող են լինել անձնական տարաձայնություններ, ֆինանսական վեճեր, նախկինում առաջացած կոնֆլիկտներ կամ այլ հանգամանքներ, սակայն այս պահին որևէ վարկած պաշտոնապես չի հաստատվել։ Քննիչների առջև կանգնած են մի շարք կարևոր հարցեր. ովքեր են մասնակցել վիճաբանությանը, քանի մարդ է եղել դեպքի վայրում, ինչ պայմաններում են հնչել կրակոցները, ինչ տեսակի զենք է օգտագործվել, որքանով են վնասվածքները կապված կրակոցի հետ, կան արդյոք այլ տուժածներ, արդյոք միջադեպը նախապես պլանավորված է եղել, թե տեղի է ունեցել հանկարծակի վեճի արդյունքում։ Այս հարցերի պատասխանները կարող են հայտնի դառնալ միայն քննության ավարտից հետո։ Հայաստանում կրակոցներով ուղեկցվող միջադեպերը միշտ մեծ հետաքրքրություն և անհանգստություն են առաջացնում հասարակության շրջանում։ Դրա հիմնական պատճառներից մեկը այն է, որ նման դեպքերը տեղի են ունենում բնակելի թաղամասերում, որտեղ այդ պահին կարող են գտնվել բազմաթիվ քաղաքացիներ, երեխաներ և տարեցմարտիկ։ Երբ կրակոցներ են հնչում բազմաբնակարան շենքերի բակերում, բնական է, որ բնակիչները սկսում են անհանգստանալ իրենց անվտանգության համար։ Սոցիալական ցանցերի զարգացման պայմաններում նման տեղեկությունները տարածվում են շատ արագ և հաճախ, մինչև պաշտոնական պարզաբանումների հրապարակումը ձևավորվում են տարբեր ենթադրություններ ու վարկածներ։ Հենց այդ պատճառով իրավապահ մարմինները սովորաբար կոչ են անում սպասել պաշտոնական տեղեկատվության և չտարածել չստուգված լուրեր։
Նման միջադեպերի դեպքում իրավապահները սովորաբար իրականացնում են մի քանի կարևոր գործողություններ։ Առաջին հերթին սահմանազատվում է դեպքի վայրը, որպեսզի հնարավոր լինի պահպանել բոլոր հետքերը։ Այնուհետև կատարվում է տարածքի մանրակրկիտ զննություն, հավաքագրվում են հնարավոր ապացույցները, ուսումնասիրվում են տեսահսկման համակարգերի տեսագրությունները եւ հարցաքննվում են ականատեսները։ Եթե հայտնաբերվում են պարկուշներ, գնդակներ կամ այլ նյութական ապացույցներ, դրանք ուղարկվում են փորձաքննության։ Փորձագետները հետագայում կարող են պարզել օգտագործված զենքի տեսակը, կրակոցի ուղղությունը եւ այլ կարևոր մանրամասներ։ Այս ամբողջ գործընթացը հաճախ պանջում է ժամանակ, հատկապես եթե դեպքի հանգամանքները բարդ են կամ մասնակիցների ինքնությունը դեռևս ամբողջությամբ պարզված չէ։ Այսպիսով, հունիսի 9-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ վիճաբանության ընթացքում հնչել են կրակոցներ, իսկ մեկ մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժածը նախ տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն, ապա Երևանի մասնագիտացված բուժհաստատություններից մեկը։ Դեպքի վայրի հարևանությամբ հայտնաբերվել է նաև Mercedes Maybach մակնիշի ավտոմեքենա, որը ըստ նախնական տեղեկությունների պատկանել է տուժածին։ Այս պահին դեպքի բազմաթիվ հանգամանքներ դեռևս մնում են անհայտ, իսկ իրավապահ մարմինները շարունակում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ գործողությունները։ Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, ովքեր են ներգրաված եղել միջադեպում եւ ինչ հանգամանքներում են հնչել կրակոցները, հայտնի կդառնա միայն պաշտոնական քննության արդյունքներից հետո։ Մինչ այդ մնում է հետևել պաշտոնական հաղորդագրություններին եւ սպասել նոր մանրամասների, որոնք կարող են ամբողջական պատկեր ներկայացնել Աբովյանում տեղի ունեցած այս աղմկարույց դեպքի վերաբերյալ։ Նման դեպքերից հետո իրավապահ մարմինների աշխատանքը սովորաբար նոր փուլ է մտնում։ Եթե միջադեպի ընթացքում իսկապես կիրառվել է հրազեն, ապա քննության համար կարևոր նշանակություն կունենան ոչ միայն դեպքի վայրում հայտնաբերված հետքերը, այլ նաև բոլոր տեղեկությունները, որոնք կարող են վերականգնել դեպքի ամբողջական ժամանակագրությունը։ Միևնույն ժամանակ, իրավապահները սովորաբար աշխատում են նաև վկաների հետ։ Նույնիսկ աննշան թվացող մանրուք երբեմն կարող է վճռորոշ դեր ունենալ։ Բնակիչների ցուսմունքները, լսված ձայները, նկատված շարժը կամ վիճաբանությունից առաջ տեղի ունեցած իրադարձությունները կարող են լրացնել ընդհանուր պատկերը եւ օգնել հասկանալ միջադեպի իրական պատճառները։ Հասարակության ուշադրությունը հաճախ կենտրոնանում է միայն կրակոցի փաստի վրա, սակայն նման դեպքերում քննությունը սովորաբար ուսումնասիրում է նաև դրան նախորդած հանգամանքները։ Կարևոր է պարզել, արդյոք կոնֆլիկտը ծագել է նույն օրը, թե այն ավելի վաղ սկսված տարաձայնությունների շարունակությունն է եղել։ Հենց այս հարցի պատասխանը կարող է առանցքային նշանակություն ունենալ ամբողջ գործի վրա։ Մինչ այդ, Աբովյանում տեղի ունեցած միջադեպը շարունակում է մնալ քննարկումների կենտրոնում։ Քաղաքի բնակիչները սպասում են պաշտոնական պարզաբանումների, իսկ քննության ընթացքից կախված առաջիկա օրերին կարող են հրապարակվել նոր տվյալներ, որոնք ավելի հստակ պատկեր կձևավորվեն տեղի ունեցածի մասին։ Այս պահին, սակայն, ամենակարևորը պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկություններին հետևելն է եւ չշտապել եզրակացություններ անել, քանի դեռ դեպքի բոլոր հանգամանքները լիովին բացահայտված չեն։